Ուրեմն Սարդնություն սերիայից եւ դասի վերնագիրը Սամսոն եկեղեցու նախատիպ։ Մենք խոսում ենք Սամսոնի մասին որպես եկեղեցու նախատիպը։ Եվ մենք տեսնում ենք Սամսոնի կյանքում այդ իրողությունը ինչ որ կատարվեց նրա կյանքում։ Նա Աստծո ընտրյալն էր, նա Աստծո օծյալն էր, բայց մենք նրա կյանքի ընթացքում շատ բաներ տեսնում ենք, թե ինչեր կատարվեց եւ ինչ անկումներ նրա կյանքում տեղի ունեցավ։ Եվ նախ եւ առաջ մենք պետք է տեսնենք Սամսոնին որպես եկեղեցու նախատիպ, թե ինչպիսին պետք է լինի։ Եվ երկրորդը մենք պետք է տեսնենք, թե այդ նախատիպը որպես Սամսոն եւ որպես եկեղեցին ինչպիսին է դարձել եւ որ հեռացել է իր կոչումից։ Այս երկու բաների մասին պետք է խոսենք, թե ինչպիսին պետք է լինի եւ ինչպիսին է դարձել եւ որ հեռացել է իր կոչումից։ Տեսեք Հռոմեացիների 15:4-ը մեզ ասում է. ուրեմն ինչ որ գրվեց, որ մենք սովորենք, որպեսզի համբերությամբ եւ գրքերի պարգևած մխիթարությամբ հույսը ընդունենք։ Հռոմեացիս 15:4 Այն ինչ որ գրվեց, որպեսզի մենք սովորենք։ Հիմա այս պատմությունը, երբ որ մենք տեսանք Սամսոնի կյանքի հետ կապված, այս ամեն ինչը մեկ բանի համար է սելներ, որպեսզի մենք սրանից հետևություն անենք։ Հասկանանք ինչպիսին պետք է լինի, ինչպիսին պետք է լինի մեր դիրքը, որտեղ դա միայն Սամսոնի դեպքում չի։ Յուրաքանչյուրիս կյանքի դեպքում ընտրությունները կան։ Յուրաքանչյուրիս կյանքի դեպքում այս գայթակղությունները գալիս են։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, ով որ կարծում է, թե ինքը հաստատ կանգնած է, թող զգուշություն անի։ Անկամ երբ որ քո ամենահոգևոր վերելքում ես, իմացիր, որ պետք է զգուշություն անես, որովհետև մեր հակառակորդը մռնչացող առյուծի պես ման է գալիս, թե ում կուլ տա։ Եվ տեսեք, Սամսոնը ինքը ծնվել էր գերբնական պայմաններում։ Հրեշտակը հայտնվել էր իր ծնողներին եւ ասել էր նրա ծննդյան մասին։ Հրեշտակը հենց իր հոր մոտ էր եկել ու ասել էր, որ պետք է երեխա ունենա եւ ասել էր, որ նա օղից քիչ չպիտի խմի եւ իր գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետեւ նա Տիրոջ օծյալն է, այսինքն նա Աստծո կողմից նախատեսված մեկն էր։ Ու նա նվիրված էր Աստծուն ծննդյան պահին, հենց Աստված այդ հրահանգը տվել էր, իր ծնողները նրան նվիրաբերել էին Աստծուն։ Նա օծյալ էր։ Եվ ցավոք սրտի Սամսոնը իր կյանքի ընթացքում երևի թե բոլոր Իսրայելը գիտեր, որ ինքը օծյալ է բացի իրենից։ Կամ գիտեր ու դրան արժեք չէր տալիս։ Եվ նույն իմաստով մենք նայում ենք նաև հոգեգալստյան ժամանակ, երբ որ Պենտեկոստեի ժամանակ եկեղեցու վրա Տիրոջ կրակը իջավ սիրելներ։ Նրա առաքելությունն էր ներկայացնել Աստծուն, եկեղեցու Սուրբ Հոգու առաքելությունն էր։ Եվ այդ կրակը իջավ եկեղեցու վրա։ Եվ Սամսոնը եւ եկեղեցին առաջացել են Աստծո հրաշքի միջոցով։ Ամեն։ Եկեղեցին հրաշքով ծնունդ առավ։ Սուրբ Հոգին իջավ եկեղեցու վրա, սպասող սրտերի վրա եւ եկեղեցին ինքը ծնվեց։ Եվ մենք տեսնում ենք Պենտեկոստեի ժամանակ, երբ որ եկեղեցին ծնվեց, այդ երկնքից այդ փչող քամին թափվեց նրանց վրա եւ նրանց ընդհանրապես ընդունակ չէր դիմակայելու այն հզոր կայսրությունը, որ այդ ժամանակ տիրում էր ողջ աշխարհը։ Հռոմեական կայսրությունը չկարողացավ նրանց դիմակայել։ Ինչու՞, որտեղ ներսից իրենք այդ զորությունն ունեն, Սուրբ Հոգու զորությունն ունեն։ Ոնց որ Եսայա 54:17-ն է ասում է. «Եվ ոչ մի զենք չի հաջողվի ձեր դեմ, եւ ոչ մի զենք չհաջողվեց նրանց դեմ։ Նրանց կոտորում էին, բայց նրանք ավելի էին սկսում տարածվել, ավելի էր սկսում ավետարանը տարածվել ամբողջ աշխարհով մենք տեսնում ենք, որ Պենտեկոստեից հետո ինչ կատարվեց, եւ Տերը իր զորությամբ այցելեց իր եկեղեցուն, ամեն։ Եվ այդ ամենահզոր կայսրությունը անգամ չկարողացավ նրանց դեմ կանգնել, որովհետև Սուրբ Հոգու զորությունն էր նրանց մեջ։ Ու եկեղեցին գտնում է մի աշխարհում, որտեղ իշխանը մեր թշնամին է, ասում է այս օդի իշխանը, չէ՞։ Այս օդի իշխանը եկեղեցու թշնամին է։ Եվ նորից եմ ասում, եկեղեցին այո աշխարհում է, բայց աշխարհը չպետք է լինի եկեղեցու մեջ, եւ այն աշխարհում է, որ այդ աշխարհը մերժել է եկեղեցուն։ Եվ փաստ է, որ Աստված անոթ է ուզում սիրելներ։ Անոթ, որի միջոցով իրեն կհեղի Աստված, ում վրա կթափի իրեն, եւ որի միջոցով իր գործը կանի այս երկրի վրա։ Անոթ, ով որ կլինի Աստծո օրինակը այս երկրի վրա, որովհետև այս աշխարհը կորցրել է օրինակը։ Այս աշխարհը ուղակի իր համար տարբեր աղավաղված, պղծված օրինակներ է վերցնում, բայց եկեղեցին պետք է լինի այդ օրինակը, որ մարդիկ տեսնեն եւ ցանկանան փոխվեն։ Ու մենք մի բան պետք է հիշենք. Աստված երբեք չի փոխվում։ Նա նույնն է
երեք այսօր ու հավիտյան։ Այնինչ նա երեք մեղքեր անվանում, այսօր էլ է դա մեղք անվանում։ Նրա համար նույն մեղքն է դա, նրա համար ոչ մի բան չի փոխվել։ Մենք պետք է իմանանք, թե ինչ է նշանակում ճանաչել Աստծուն եւ նրան պատկանել։ Եվ Սամսոնը այդ մեծ ուժն ուներ, Աստծո հոգին նրա վրա էր սելներ։ Աստծո զորությունն էր առած, ծնված օրվանից հրաշքով ծնվել էր, Տիրոջ օծյալներ, Տիրոջ հոգին նրա մեջ էր, մենք գիտենք նրա հաղթությունների մասին, չէ՞։ Էշի ծնոտով ոնց ջարդեց փղշտացիների զորքերը, ինչպես էր այդ աղվեսների միջոցով այրում բոլոր դաշտերը։ Տեսնում ենք, որ Աստված նրան հզոր կերպով օգտագործում էր եւ Աստծո հոգին նրա վրա էր։ Եվ նույն Աստծո հոգին թափվեց եկեղեցու վրա։ Եվ Տեր Հիսուսը իր քահանայական աղոթքի մեջ ասում էր. Տեր, ես չեմ աղոթում, որ դու նրանց վեր առնես աշխարհից, այլ որ դու պահես նրանց չարից, որ նրանք այս աշխարհի համար օրինակ լինեն, որ նրանք տարբերվեն այս աշխարհից, ոչ թե վերցնես, այլ այս աշխարհի համար բժշկություն լինեն եւ օրինակ լինեն։ Եվ տեսեք, Սամսոնը ինքը տարբեր էր, նրա սովորություններն էր տարբեր, նրա անգամ հագուստն էր տարբեր, նրա գործողություններն էին տարբեր։ Նա տարբերվում էր այս աշխարհից։ Եվ ցավոք սրտի, այսօր այս աշխարհի մոդան փոխարենը մարդկանց հագցնի, հանվեցնում է։ Ու այս աշխարհի մոդան ցավոք սրտի ներխուժում անգամ եկեղեցի։ Եվ այն ինչ որ նախկինում եկեղեցին դա մեղք է անվանել, այսօր դա նորմալ է տեսնում։ Եվ մենք ինքներս այն հագնվածքը, որ տարիներ առաջ դա մեզ համար աբսուրդ բան էր, այսօր մեզ համար նորմալ է դառնում։ Մեր աչքերին, ինչու որտեղ մեր աչքերի առջև այս ամեն ինչը աստիճանաբար տեսնելով դա դառնում է մեզ համար սովորական, բայց նորից եմ կրկնում, այն ինչ որ նախկինում մեղք էր Տիրոջ համար, նորից մեղք է եւ նույնը եկեղեցին պետք է սրա հանդեպ վերաբերվի։ Ամեն։ Դուք ձեր սեփականը չեք, դուք մեծ գնով գնվեցիք, առաջի Կորինթացիս 6:20-ն է ասում։ Մենք մեծ գնով ենք գնվածելներ, ու մեր դիրքը հնազանդության դիրքն է։ Մենք պետք է անենք այն ինչ որ Աստված մեզ պատվիրել է։ Ամեն ինչ, այն ինչ որ նա մեզ ասել է։ Եսայա մարգարեության 59:2-ը ասում է. ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզանից, որ չգթա։ Ինչ ահավոր մի արտահայտություն է, չէ՞, երբ որ Աստծո ժողովրդին կար այս խոսքը ասնի։ Ձեր անօրենության պատճառով նա իր երեսը ծածկել է ձեզանից։ Եթե Աստված իր երեսը ծածկի մեզանից, միթե սա դժոխք չէ, միթե սա մահ չէ, սիրելիներ։ Եվ անօրենություն բառ արմատի իմաստը հենց նշանակում է ինքնուրույնություն։ Երբ որ մարդը ինքնուրույն է սկսում իր քայլերը անել, ինքն է որոշում իր կյանքի իր որոշումները կայացնում, ոչ թե Աստծո կամքի պես, այլ իր սեփական կամքի ու սեփական ցանկությունների պես։ Եվ տեսեք, մենք նայում ենք անօրենություն բառը, չէ, միանգամից սա խոշորացվում է մեր աչքերի առաջ եւ տեսնում ենք սրա մեջ ամբողջ վատ իմաստը։ Բայց եկեք նայենք սրա իմաստը, սրա ինչու մեր կայանում։ Ինքնուրույնություն։ Հենց սկզբի օրերից մարդը ցանկացավ ինքը ինքնուրույն լինել, անկախ լինել Աստծուց։ Եվ մեր մարդկային բնույթը միշտ սրա պայքարն ունի ինքնուրույն լինել, անկախ լինել, ինքը իր համար որոշումներ կայացնի։ Ու ոչինչ աննար չէ, քանի դեռ եկեղեցին քայլում է Աստծո կամքով։ Երբ որ նա քայլում է Աստծո կամքով, նրա մեջ օրհնություն կա, ամեն։ Մենք պետք է լինենք Աստծո անոթներ այս դարաշրջանում սելներ։ Աստծո անոթներ, ինչին որ կարիք ունի այս աշխարհը։ Ու հենց Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկավ երկնքից իր հետ բերելով անսովոր ձայն եւ իջավ այդ 120 մարդկանց վրա։ Ու այս ամենը այն պատճառով, որ այս մարդիկ առանձնացրել էին իրենց Աստծո համար։ Այս մարդիկ առանձնացվել էին, զատվել էին աշխարհից։ Այո, նրանք աշխարհի մեջ էին, բայց աշխարհից զատված էին, նրանք սպասում էին Տիրոջ կրակին, Տիրոջ այցելությանը։ Եվ դրա համար էր, որ նրանց ծառայությունը սելներ մեծ հաջողություններ էր ունենում։ Հենց հաջորդ օրը 5000 հոգի սկսեց եկեղեցուն ավելանալ։ Նրանք պայմանը առանձնացված էին այս աշխարհից։ Հասկանում եք, առանձնացված էին այս աշխարհից եւ Տիրոջ հոգին թափվեց նրանց վրա։ Եվ նույնը մենք կարող ենք մի հատ օրինակ նայել Աբրահամի ու Ղովտի օրինակը։ Աբրահամը պատրաստ էր յուրաքանչյուր վայր ընտրելու, բայց Ղովտը ինքը իր աշկի տեսածով ընտրություն կատարեց։ Ղովտը ընտրեց դաշտերի խոտը Աստծո շնորհի փոխարեն։ Ու եկեղեցին այսօր նմանատիպ ընտրություն է կատարում։
Աստծո ողջ ժողովուրդը պետք է որոշի, թե ուր է գնում։ Մենք ինքներս պետք է որոշենք, ուր ենք ուզում գնալ։ Ինչն է մեր ընտրությունը։ Որն է մեր ընտրությունը։ Հրաշալի երգ կա, չի ասում, իմ ընտրությունը Տերն է, թող մեր ընտրությունը Տերը լինի։ Թող մեր ընտրությունը Տեր։ Միշտ մեր աչքի առջև դա կա։ Գիտեք, Ղովտը ինքը ընտրեց այն ինչ որ տեսնում էր, որ իր համար հաջողություն կարա բերի, նա նյութական աչքերով էր նայում սերներ, բայց Աբրահամը նայում էր հոգևոր կերպով։ Նա իրեն օտար ու պանդուխտ էր համարում, նա գիտեր, որ իր օրհնությունը գալիս է Տիրոջից։ Եվ նույնը մենք եկեղեցու մեջ պետք է նայենք երկինք, Տեր կուղարկես օրհնությունը թե չէ։ Ամեն օր մենք սպասում ենք Տեր կայցելես արդյոք թե չէ։ Քո եկեղեցին, քո ժողովուրդը քո կարիքն ունի։ Եվ եկեղեցին շոուի կարիք չունի սելներ։ Սուրբ Հոգի շոուի կարիք չունի։ Նա կարիք ունի վայր, որտեղ որ կարող է ինքը ապրել։ Նա ուզում է վայր, որտեղ որ ինքը բնակվի, իր բնակությունը հաստատի, իր կյանքը հաստատի։ Եվ մենք փորձում ենք տպավորություններ գործել փոխարենը, որ Աստծո գործ անենք սրբությամբ։ Եվ սա ողբալի վիճակ է սելներ։ Քան դեռ մենք ապրում ենք մեկ ոտքով աշխարհում, մյուսով եկեղեցում, մենք անզոր կլինենք։ Եվ տեսեք, այն առաքյալները, ովքեր Տեր Հիսուսի հետ քայլեցին 33 տարի, նրանք ինչ կատարվեց նրանց հետ, երբ որ Սուրբ Հոգին եկավ նրանց վրա, այս մարդիկ սկսեցին ավետարանը տարածել ամբողջ աշխարհով մեկ։ Չգիտեմ, Աֆրիկայով, Հնդկաստանով, Ռուսաստանով, Եվրոպայով, ամբողջ աշխարհով մեկ Պողոսին Աստված օգտագործեց, որպեսզի ավետարանը տարածի, ինչու, որտեվ այդ եկեղեցու մեջ զորություն կար, եւ դա Սուրբ Հոգու զորությունն էր։ Այդ Սուրբ Հոգու զորություն եւ այդ հոգին նույնն է սելներ 3 այսօր ու հավիտյան, երբ որ եկեղեցին այդ 120-ը առանձնացված էր եւ սպասում էր։ Երբ որ իմ ու քո սիրտը առանձնացված է այս աշխարհից եւ սպասում է, վստահ եղեք Տիրոջ հոգին կայցելի ձեզ։ Տիրոջ հոգին կայցելի մեզ եւ մենք կտեսնենք օրհնություններ Տիրոջից եկող։ Տեսեք, կար ժամանակ, երբ Սամսոնը ճամբար էր խփել Լեքիի լեռներում եւ երբ թշնամու քարավաններ անցնում էր, նա հարձակվում էր, նրանց նվաճում էր, նրանց սպանում էր եւ արդյունքում այդ ավարը տանում էր ու իր ազգին էր բաժանում։ Դատավոր էր ու տալիս տանում էր իր ազգին էր բաժանում։ Բայց եկավ դրանից հետո ժամանակ, երբ որ նա արդեն այդքան էլ վատ բան չէր տեսնում փղշտացիների հետ շփվելը։ Այդքան էլ ոնց որ թե վատ մարդիկ չեն։ Նա արդեն վատ բան չէր տեսնում իր գլուխը դնել Դալիլայի գրկին։ Դե նորմալ է։ Ինչ է այս ամենը։ Սա փոքր փոխզիջումներ է, երբ որ մարդը սկսում է կատարել։ Փոքր փոխզիջումներ։ Կար մի ժամանակ, երբ մենք տեսնում ենք, կար մի ժամանակ, երբ մենք իշխանություն ունենք։ Եվ գիտեք, վատը այն է, երբ որ եկեղեցին հանկարծ ասում է կամ Աստծո մարդը սկսում է արդեն ասել, ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Սա ահավոր բան է։ Այնինչ երեք վատ է եղել, այսօր ասում ենք, ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Դե նորմալ է։ Ինչ կա դրա մեջ։ Եթե այս ոճով է հագնվում, դե հիմա ժամանակն է այդպես թելադրում։ Դե նորմալ է, չէ։ Սելներ, այնինչ որ մեղք է եղել, այսօր էլ է մեղք, այնինչ որ Տիրոջ աչքերի առջև տհաճ է եղել, այսօր էլ է տհաճ։ Եվ Սամսոնը վաճառեց իրեն։ Սամսոնը բառի իմաստով նա վաճառեց իրեն, երբ որ իր գլուխը դրեց Դալիլայի գրկին։ Գիտեք, նրա պարտությունը, նրա կուրացումը չեղավ այն ժամանակ, երբ որ նրա աշկերը հանեցին։ Նա արդեն հոգևորապես կուրացել էր այն ժամանակ, երբ որ ինքը փղշտացների մեջ վատ բան չէր տեսնում։ Երբ որ նրանց մեջ բանակի մեջ ազգի մեջ մտնելը վատ բան չէր տեսնում, երբ որ Դալիլայի կամ մնացած կանանց հետ շփվելու մեջ ինքը վատ բան չէր տեսնում, ինքը արդեն հոգևորապես կուրություն էր ապրել։ Եվ սա ցավալի բան է։ Պենտեկոստեից հետո մենք այդ վերածնունդով մենք իսկապես մեծ օրհնություն ունեցանք, եկեղեցին մեծ օրհնություն ունեցավ, բայց եկեղեցին անկում է ապրում այն ժամանակ, երբ որ եկեղեցին աշխարհի հետ սիրախաղ է ունենում։ Եվ նույն բանը կատարեց Սամսոնը, երբ որ սկսեց փղշտացիների հետ սիրախաղ խաղալ, երբ որ սկսեց նրանց հետ արդեն հարաբերություն ունենալ, եւ այդ ամենի մեջ ինքը ոչ մի վատ բան չտեսավ, եւ մեր ժամանակների հեշտ հավատքը սովորեցել է, որ Աստված կքայլի մարդու հետ, չնայած նրա մեղքին։ Ոչինչ որ մարդը մեղք է գործում,
բայց Աստված կքայլի, դե Աստված ողորմած է, այո Աստված ողորմած է, այո Աստված երկայնամիտ է, բայց Աստված մերժում է մեղքը սիրելիներ, Աստված մերժում է մեղքը, եւ մենք սրանում պետք է հստակ մեզ համար իսկապես սահման լինի, որ հասկանանք, որ Աստծո համար անընդունելի է մեղքը, եւ Տիրոջ խոսքը ասում է, ձեր եւ ձեր Աստծո միջեւ բաժանող պատը դա ձեր մեղքերն են, ձեր անօրենություններն են, մենք պետք է հասկանանք, որ մեր մեղքերն են, որ պատճառ են լինում, որ մեզ բաժանում են Տիրոջ հետ հաղորդակցությունից, ոչ, մեզ համար չպետք է սա հեշտ լինի, մենք չպետք է սրա վրա աչք փակենք, մենք պետք է նայենք ամբողջությամբ Աստծո լույսի ներքո, եւ երբ որ մենք կնայենք Աստծո լույսի ներքո, մենք կտեսնենք, որ կփոխվի մեր կյանքում բաներ, որովհետեւ տեսեք, մարդիկ այդ կրոնական գործողությունները անգամ այնքան են դրա մեջ մտած, որ անգամ մոռանում են, որ եկեղեցում խոստում են տվել, ուխտ են արել զույգերը իրար, որ հավատարիմ են լինելու միջև իմա, եւ այս ամենը այնքան հեշտացնում են եւ բաժանություններն են տարածվում, եւ մարդիկ տեսնում են, ասում են, սրա մեջ ես վատ բան չեմ տեսնում, ու տեսեք, անգամ քրիստոնյաների մեջ մենք կարող ենք տեսնել, ապաշխարում են, բայց դեռ իրենց աշխարհից բերած ինչ-որ բաներ կա, իրենց ժարգոնն է, իրենց լեքսիկոնն է, այս ամեն ինչը դեռ պահում են իրենց մեջ, դեռ ոճային բաներ կա, դեռ վարվեցողության բաներ կա, դեռ բնավորության բաներ կա, որ մարդիկ սրա մեջ վատ բան չեն տեսնում, բայց պետք է այն մարդը, ով որ վերստին ծնվում է, ինքը պետք է մաքրվի, ինքը պետք է փոխվի, Աստված նույնքան սուրբ է, որքան միշտ եղել է, եւ նա միշտ սուրբ է եղել, միշտ եւ հիմա էլ սուրբ է նա, ամեն, փառք Տիրոջ համար, խոսքը մեզ ասում է երեխաներ հնազանդ եղեք ձեր ծնողներին, բայց այսօր մենք կարող ենք տեսնել, որ ամենավայրի երեխաներն են, ծնողները չգիտեն ինչ անել նրանց հետ, ամուսիններ սիրեք ձեր կանանց, բայց տեսնում ես տան մեջ, ընտանիքի մեջ ատելություն, կռիվներ, վեճ, մի անգամ ա եղել թեպետ, իմ պսակադրության ժամանակ, ուրեմն մեր հովիվը, որ պսակադրում էր, խոսում է, ասում է, ընտանիքներ կան, որտեղ կարծես թե գազանանոց լինի, եւ ամուսինը կնոջը տարբեր կենդանական կերպերի անուններ է տալիս, ասում է, օրինակ, կոկորդիլոս, ասում է, չգիտեմ, կով, այսպիսի բաներ է ասում, եւ մեր բարեկամներից մեկը կինը ամուսնուն ասում է, այդ մեր մասին է ասում, ցավոք սրտի սիրելիներ, մենք կարող ենք տեսնել, որ այն ինչ որ մենք ուխտ ենք արել, այն ինչ որ Աստծո խոսքը մեզ պատվիրում է, մենք այս բաների մեջ փոքր, բայց փոխզիջումներ ենք ունենում, եւ փոխարենը, որ ամուսինները իրենց կանանց սիրեն, սկսում է թշնամություն, կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին, փոխարենը հնազանդ լինելու մեկ է տեսնում ես կինը սկսում է իշխել, կինը սկսում է ինքը ղեկավարել, եւ գիտեք Սամսոնը կույր էր, նա ոչ մի վատ բան չէր տեսնում փղշտացիների մեջ, նա չի կռվում թշնամու դեմ, նա ընկերանում է նրանց հետ, եւ սա ցավալի է, ընկերանալ աշխարհի հետ, որտեւ աշխարհի սերը Աստծո հանդեպ դա թշնամություն է, ամեն, մենք չպիտի սիրենք աշխարհը եւ այն ինչ որ կա աշխարհի մեջ, եւ վերջապես մենք տեսնում ենք, որ նրա գլուխը սափրվում է ու նա կորցնում է իր ուժը, նա կորցրեց իր ուժը, ու նա արդեն ինչ էր անում, մենք պատմությունը կարդացինք, սկսեց թշնամու ջաղացը աղալ, եւ նրանց առջեւ արդեն պար էր գալիս սելներ, ինչու, որովհետեւ նա կորցրել էր այն ինչ որ Աստված նրան տվել էր, նա կորցրել էր, ինչի ասում ջանք արա, որ քո անձը ընտիր կանգնեցնես Տիրոջ առաջ, ջանք արա, այն ինչ որ Աստված քեզ տվել է, ջանք արա, որ ընտիր կանգնեցնես, որովհետեւ ինչի համար է ջանքը պետք, որտեղ միշտ հակառակ ուժը լինելու է, որ ցանկանալու է քեզանից գողանալ այն ինչ որ Աստված քեզ տվել է։ Այ հիմա նորից եմ կրկնում, այս օրնության օրերը, որ այստեղ ապրեցինք, հակառակ ուժը ամեն բան անելու է տարբեր միջոցներով, չգիտեմ, վիրավորանքի, խնդիրների միջոցներով, փորձելու է ամեն բան անի, որպեսզի մեզ կտրի այդ ամենից, բայց մենք պետք է համառ լինենք եւ կանգնենք դրա մեջ սերներ։ Շատ մարդիկ պատկանում են եկեղեցուն, կատարում են կրոնական ծեսեր, բայց նրանք մերկ են, կորած, կույր, չեն հասկանում, որ այդ ամեն ինչ կորցրել են։ Սամսոնը կույր էր, նրա ուժը սպառվել էր։ Նա ստրուկ էր այն աշխարհին, որին մի ժամանակ ինքը կառավարում էր, որին մի ժամանակ ինքը ահ սարսափ էր տարածում, այժմ այդ աշխարհի ինքը ստրուկն է դարձել։ Ցավալի բան է։ Պատկերացնում ես,
Մի ժամանակ, որ դժողքը վախենում էր, հանկարծ դժողքը արդեն սկսում է իշխել։ Եվ սա ցավալի կորուստ է։ Բայց նրա մազերը, գիտեք, նորից սկսեցին աճել։ Եվ սա մխիթարական մի բան է։ Նորից Աստված նրան կյանքի բերեց։ Նվիրաբերումը վերադառնում էր։ Նա նորից իրեն ցանկանում էր ընծայել Տիրոջը։ Աստված սկսեց խոսել Սամսոնի հետ, ինչ որ բան սկսվեց շարժվել նրա մեջ, փառք Տիրոջը իր ողորմությունների համար սիրներ, որ նա մեզ հետ չի վարվում մեզպես, ամեն։ Մենք ենք, որ երբ որ մեզ մարդիկ մեր հանդեպ վատն են վարվում, մենք նրանց հանդեպ ցանկանում ենք վատն անել, բայց ոչ Աստված, նրա ողորմությունները մեծ են, ամեն։ Փառք Տիրոջ սրա համար, որ նա իսկապես ասում է, ինչքան որ արևելքը արևմուտքից հեռու է, այնքան նա հեռացրեց մեզանից մեր մեղքերը, երբ որ մենք գնում ենք ու խոստովանվում ենք նրան, ամեն։ Եվ նրա աչքերը սկսեցին բացվել, հոգևոր աչքերը։ Նա սկսեց, նրա նվիրվածությունը սկսեց վերականգնվել, մազերը սկսեցին աճել։ Նա նվիրեց նորից իրեն, նորից այդ ուժը վերականգնվեց սիրելիներ իր կյանքում, նորից Աստծո հոգին եկավ նրա կյանքի մեջ, փառք Տիրոջ սրա համար։ Տեսեք, մենք պետք է ասենք ամենակարողին, խոստովանենք նրան, շատ կարևոր է։ Այո, Տեր, ես կույր եմ, ես սխալվել եմ, ես բաստողումներ եմ ունեցել։ Այո, Տեր, ես անտարբեր եմ եղել այն ամենի հանդեպ, ինչ որ դու ինձ տվել ես։ Այո, ես Տեր սրան էժանագին եմ վերաբերվել, բայց այլևս ես ուզում եմ վերադառնալ, ինչպես անառակ որդին կորցրել էր այդ ամենը, նա այդ խոզերի կերակուրն էր ուտում, միջև ինքն իրեն եկավ եւ ասեց, ես վերադառնում եմ, ես մեղք եմ գործել։ Այս մարդը հասկացավ, գիտակցությունը եկավ եւ ասեց, ես գնում եմ տուն։ Եթե դուք հեռացել եք Աստծո ուղիղ ճանապարհից, դա այն պատճառով, որ դուք ցանկացել եք դա անել։ Դա միայն մեր ցանկություններն են, որտեղ մեր սիրտն է այդպես ուզել։ Բայց երբ որ մենք անկեղծանում ենք Տիրոջ առաջ, եւ սա շատ կարեւոր է։ Անառակ որդին ինքը վերադարձավ եւ անկեղծացավ հոր առաջ։ Երբ որ ես ու դու անկեղծանում ենք, եթե ես ինչ-որ բան ունեմ եղբորս դեմ կգնամ ու կհաշտվեմ եղբորս հետ։ Երբ որ անկեղծանում ես, եթե իմ եղբայրն իմ դեմ ինչ-որ մի բան ունի, ես նորից կգնամ ու նրա հետ կհաշտվեմ։ Սա կարևոր բան է։ Նա հիշեց այն ժամանակը, երբ ինքը նվաճող էր, Սամսոնը հիշեց, այլ ոչ թե զոհ։ Երբ ինքը գնում էր ու ինքն էր ահուսարսափ տարածում, այլ ոչ թե ինքն է արդեն զոհ դարձել։ Թող Տերը մեզ օգնի իսկապես, որ մեր կյանքի մեջ մենք երբեք պարտություն չկրենք, այլ Տիրոջով հաղթություններ ունենանք, ամեն։ Փառք Տիրոջը, որ իրոք իր ողորմությունները մեր կյանքի մեջ կան։ Եվ եկեղեցին կարող է կարոտել հին օրերը։ Եղել է ձեզ հետ, որ այն հին այցելության Տիրոջ օրերը, եկեք ամեն մեկս մի հատ հիշենք, ձեր կյանքի ամենալավագույն օրը մի հատ հիշեք։ Մի պահ հիշեք այն լավագույն օրերը, որ դա ձեզ համար ամենագագաթնակետն է եղել։ Այ հիմա ուզում եմ ձեզ մի կարևոր բան ասել։ Հենց Աստված ուզում է այդ լինի ձեր կյանքի մեջ։ Նորից վերադարձեք, հիշեք, որ դա ձեր ամենալավ օրերն են եղել, վերադարձեք այդ օրերին։ Քանի դեռ մենք այս վիճակում ենք, այդ օրերի մեջ չենք, մենք կարիք ունենք ձգտելու սիրելիներ, դա այդ բարձրագույն կետն էր, որ դու վերապրել ես Տիրոջ ներկայության մեջ, ձգտիր սրան։ Եվ եկեղեցին գալիս է օրեր, որ ինքը կարոտում է այն հին լավ օրերին, բայց մինչև նա ամբողջ սրտով չվերադառնա Աստծուն եւ նրա կամքին, զորությունը նրան հասանելիությունից դուրս կլինի։ Տեսեք, եկեղեցին ինքը սկսեց գործել, հզոր գործեր սկսվեց արվեց։ Կորնելիոսի ընտանիքի մեջ փոփոխություն եղավ։ Այդ տաճարի դարպասների մոտ սկսվեց հրաշքը կատարվեց, այդ կաղը սկսեց թռչկոտալ ու փառաբանել Տիրոջը։ Հենց հաջորդ օրը եկեղեցին ավելացավ 5000-ով ու նրանք ասեցին, ինչ անենք, որ փրկվենք։ Սուրբ Հոգու ուժը գալիս էր այդ եկեղեցու վրա։ Աստծո հոգին չի հետևի մեզ մեր անտարբերությունների մեջ, քանի դեռ մենք անտարբեր ենք, բայց քանի դեռ մենք մեր ուշադրությունը դարձնում ենք նրան, քանի դեռ մեր սրտի մեջ աղաղակ կա, թեկուզ տկարության մեջ, թեկուզ ցավի մեջ, թեկուզ անկման մեջ, բայց քանի դեռ քո սիրտը աղաղակում է, Աստված պատասխանել գիտի, ամեն։ Տերը պատասխանել գիտի։ Այո, Տեր, ես տկարության մեջ եմ, բայց նորից իմ հույսը դու ես։ Այո, Տեր, այս մեղքը նվաճել է ինձ, բայց նորից ես աղաղակում եմ քեզ, ազատիր ինձ։ Ես անտարբեր չեմ այս ամենի հանդեպ։ Ես չեմ ուզում մեղքին գերի լինել, Տեր իմ Աստված, այլ ես ուզում եմ ազատ լինել։ Եվ եկեղեցին փոխվում է սիրելիներ, երբ որ ինքը դառնում է Աստծուն։ Երբ մենք քայլում ենք նրա հետ, նա էլ կքայլի մեզ հետ։ Հալելույա։ Երբ որ մենք քայլում ենք նրա հետ, գիտեք, Տերը երբեք չի կանգ չի առնում, նա միշտ շարժվում է, նրա գետերը միշտ հոսում են,
Երբեմն ասում ենք Տիրոջ շարժը չկա, Տիրոջ շարժը չկա, Տիրոջ շարժը միշտ կա։ Մեզ պետք է այդ շարժի մեջ մտնել։ Մեզ պետք է նրա հետ քայլել։ Եվ գիտեք, ոչ թե Աստված է փոխվել, եկեղեցին է փոխվել, սիրելիներ։ Մենք ասում ենք Տիրոջ շարժը չկա, կարծում ենք Աստված չի այցելում, բայց չէ, Տերը միշտ էլ այցելում է նրանց, ովքեր սպասում են, նրանց, ովքեր առանձնացրած են իրենց Տիրոջ համար։ Ոչ թե Աստված է փոխվել, այլ եկեղեցին է փոխվել։ Ո Տեր իմ Աստված, թող Տերը մեզ օգնի։ Գիտեք, կարծես թե Աստված հոգնել է, երբ որ մենք խոստովանում ենք նրան մեր մեղքերը, չենք աղոթում, շարունակում ենք ապրել առանց աղոթքի, շարունակում ենք Աստծո մասին, Աստծո խոսքը անտարբեր լինել, Աստծո խոսքի հանդեպ անտարբեր լինել։ Եվ սա, երբ որ աղոթքի կյանքը, ծոմի կյանքը մեր կյանքում բացակայում է, այս ամենը իսկապես տհաճ է Աստծո աչքերի առաջ։ Մենք ուզում ենք ինչ-որ մեծամեծ գործեր առանց զոհ մատուցելու։ Գիտեք, մենք ուզում ենք արթնություն, բայց չենք հասկանում արթնության գինը ինչ է։ Արթնության գինը շատ մեծ էր։ Եկեք նայենք առաջի դարի քրիստոնյաներին, երբ որ արթնություն բռնկվեց։ Նայենք կոմունիստական ժամանակներում, երբ որ արթնություն բռնկվեց, ինչ մեծ զոհեր էր լինում, անգամ իջև մարդիկ իրենց կյանքը դնում էին։ Բայց երբ որ եկեղեցին եկավ այս գիտակցմանը, երբ որ եկեղեցին անկեղծացավ, երբ որ եկեղեցին անտարբեր չեղավ, երբ որ Սամսոնը ինքը վերադարձավ Տիրոջը, նորից ընծայեց իրեն Տիրոջը, սիրելիներ, Տիրոջ խոսքը ասում է, որ տանիքը նա իջեցրեց թշնամու վրա, փառք Տիրոջ համար, հալելույա։ Սամսոնը ասեց այդ տղային, թույլ տուր հենվել այն սյուների վրա, եւ նրա մահվան ժամանակ մենք գիտենք, որ մահացածների թիվը ավելի շատ էին, քան իր կյանքի ընթացքում։ Եկեղեցու ամենամեծ հաղթանակը դեռ առջևում է։ Ամեն։ Դեռ առջևում է։ Վերջի տան փառքը ավելի մեծ կլինի, քան առաջինի փառքը։ Տիրոջ խոսքն է սա ասում։ Վերջի տան փառքը ավելի մեծ պիտի լինի, քան առաջինի փառքը։ Հալելույա։ Դրա համար եկեք թող մեր սրտերը վառվեն, թող մեր սրտերը իսկապես չտկարանան, սիրելիներ, այլ մենք զորանանք մեր Տեր Աստծմով, առաջ գնանք եւ ասենք Տեր, ցույց տուր մեզ քո փառքը։ Եվ գիտեք, Աստծո մարդկանց երբ որ նայում ենք, ինքը Եսավը մերժեց իր անդրանիկությունը։ Ցավոք սրտի, մի ամանապուրի համար եւ Աստված Եբրայեցիս թուղթը նրան ավելի վատ է անվանում իր արարքի համար։ Նա մերժեց այն ինչ որ Աստված իր համար որոշել էր, սիրելիներ։ Գեզին վաճառեց իր մարգարե լինելը մի քանի կոպեկների համար։ Սամսոնը իրեն վաճառեց կյանքի հաճույքների համար։ Եվ գիտեք, երբ որ այս մարդկանց նայում ենք, ասում ենք, այս ինչ վատ բան արեցին, բայց խնդրում եմ եկեք նայենք մեզ։ Այդ նույն ընտրությունները մեր առջև են կանգնած։ Նույն ընտրությունները մեր առջև։ Ես ուղղակի խնդրում եմ մեզ յուրաքանչյուրիս, եկեք չվաճառենք մեզ։ Եկեք մենք հիշենք, որ մենք թանկ գնով ենք գնված, Հիսուս Քրիստոսի թանկ արյան գինն է մեզ համար վճարված։ Իսկ այս աշխարհը ամեն բան անելու է, որ իմ ու քո հետ առևտրի մեջ մտնի, որ ինձ ու քեզ գնի, բայց ոչ։ Մենք պետք է մերժենք այս աշխարհը եւ ասենք, ահա ես Տեր, ուզում եմ քո կողմից օգտագործվել, ահա ես Տեր, ուղարկիր ինձ, ամեն։ Եվ ասում է վերջի տան փառքը ավելի մեծ պիտի լինի։ Հալելույա։ Եվ դու այդ վերջին ժամանակների ապրող մարդն ես։ Եվ այդ փառքը կարող է գալ քո կյանքի մեջ։ Եվ այդ փառքը կարող է շարժվել եկեղեցու մեջ, ամեն։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի մեզ, եկեք աղոթենք։